Օրերս Իսլամաբադում բանակցություններ են սկսել Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև, եւ ինչպես ամերիկյան աղբյուրներն ասում են, մոտ 21 ժամ բանակցություններ են տեղի ունեցել, բայց հիմնական մի քանի կետերի շուրջ այդպես էլ հանգուցալուծման չեն եկել, այսինքն պայմանավորվածություններ արդեն ձեռք չեն բերվել։ Չնայած պլանավորել են հաջորդ этаպը եւս պետքա տեղի ունենա բանակցությունների, բայց այս փուլում արձանագրենք, որ դեռևս պայմանավորվածությունների չեն հասել։ Ուզում եմ քննարկենք, թե ընդհանրապես ինչ զարգացումներ են հնարավոր եւ այդ զարգացումների համատեքստում քաղաքական, տնտեսական, անվտանգային առումով ինչ հետևանքներ կարող են լինել Հայաստանի Հանրապետության համար։ Թեման իսկապես հետաքրքիր է եւ իմ տպավորությունը այնպեսին է, որ սա բերելու է բավական լուրջ գլոբալ փոփոխությունների։ Ինչ կատարվեց։ Ըստ էության Միացյալ Նահանգները եւ Իսրայել հարձակվեցին Իրանի վրա, ենթադրաբար մտածելով, որ շատ արագ հարցը կարգավորեն։ Ինչ ճանապարհով առաջնորդին սպանելով եւ առանցքային մի քանի դեմքերի սպանելով կհրահրվի ամստամբություն, նաև փորձում էին ազգային փոքրամասնություններին ներգրավել այս process-ի մեջ եւ ամբողջ հաշվարկը նրա վրա էր, որ պետականության հիմքերը թույլ են Իրանում եւ որպես պետություն կփլզվի Իրան։ Այսպես Սիրիայի տարբերակի կիրառումը Իրանի վրա։ Եվ չեն էլ թաքցնում հիմա, բացահայտ դրա մասին խոսում են։ Բայց պարզվեց, որ Իրանի պետականությունը շատ ավելի ամուր է, քան ենթադրում էին Միացյալ Նահանգներում եւ Իսրայելում, եւ ուղղակի զարմանում եմ, թե ինչ կարգի փորձագիտական խորհուրդներ էին տալիս Միացյալ Նահանգների նախագահին։ Ենթադրում է, որ եղել են այդպիսի խորհուրդներ, ճիշտ խորհուրդներ, բայց ավելի գերակայեցին ուղղակի Իսրայելի ճնշումները։ Լոբինգը։ Ոչ միայն լոբինգը, որովհետև կա արդեն շրջանառվող ինֆորմացիա, որ քննարկվել է այս անգամ այս պատերազմի հարցերը Միացյալ Նահանգներում Թրամփի, Նեթանյահուի, մի շարք պաշտոնյայի, նաև փոխնախագահի մասնակցությամբ եւ ամերիկյան կողմի մասնակիցների գրեթե բոլորը, բացի Պենտագոնի շեֆի, դեմ էին այս հարձակման, հոգի դեմ էին։ Բայց Նեթանյահուն եւ Մոսադի տնօրենը, որը այդ հանդիպման ժամանակ եղել են, հոգի համոզել են Թրամփին, որ շատ արագ հարցի լուծումը կտան։ Սա բերել է բավական ծանր հետևանքների հենց Միացյալ Նահանգների համար։ Տրամպի վարչակազմի համար մասնավորապես։ Եվ Տրամպի վարչակազմի եւ Միացյալ Նահանգների համար։ Չքննարկելով դաշնակիցների հետ հարձակվեցին եւ ես այդ հարձակումը կբաժանեի երկու մասի, ասենց առաջինը հենց հարձակումն է, առաջնորդների ոչնչացում, այն հուսով, որ ապստամբություն կհրահրվի, բայց եղավ ճիշտ հակառակը։ Ժողովուրդը ավելի կոնսոլիդացվեց ըստ էության։ Իրանի ժողովուրդը միավորվեց իշխանության շուրջ։ Եվ միգուցե հետաքրքիր է վերլուծել, թե ինչու այսպես եղավ։ Հետաքրքիր, բայց սպეციფիկա ունեն, այո, իրենք Իրանի ժողովուրդը պարոն նախագահ, այստեղ եթե կարելի է մի դիտարկում անենք եւ շարունակենք վերլուծությունը ըստ էության, մեր շատ լավ բարեկամներից մեկի հետ էի խոսում, Իրանում ապրող հայ գործունեություն ծավալող եւ ասում է, որ հետաքրքիր է, որ այս պատերազմից առաջ բավականին հատկապես տնտեսական հողի վրա դժգոհություններ կար մարդկանց մոտ։ Իսկապես մեծ դժգոհություն էր հասունացել։ Ասում է, այս պատերազմի ֆոնին ամբողջությամբ կոնսոլիդացիա գնաց ժողովրդի։ Ամբողջական կոնսոլիդացիա գնաց։ Չգիտեմ, այս Իրանի ժողովրդի երևի սպეციფիկան է նաեւ։ Ագնեսա, դու ինձ ստիպեցիր, sense ավելի խորը թեմայի մեջ մտնեմ, նայեք, չի կարելի Իրանը համեմատել օրինակ Սիրիայի հետ կամ Իրաքի կամ Լիբիայի հետ։ Չի կարելի։ Սիրիան պատմությունը հետևյալն է, Սիրիան եղել է օրինակ Օսմանյան կայսրության մի մաս։ Կայսրությունը փլուզվելուց հետո այդ տարածքը անկախացել է, բայց ավելի ճիշտ ոչ թե անկախացել է, այլ ֆրանսիական զորքեր են մտցվել օրինակ այդ տարածքում եւ տարբեր իրար հետ կապ չունեցող
տարբեր էթնիկական խմբերով բնակեցված տարածքը ֆրանսիացիք իրար կպցնելով ձևավորել են ըստ պետականություն։ Եվ այդ պետականությունը ամուր հիմքեր չուներ, այդ ժողովուրդը ընդհանուր ինքնություն չուներ։ Այդ ինքնության թեման նաև սրա հետ է շատ հետաքրքիր կապված։ Եվ ըստ էության հետագայում Սիրիան Ասադի բռնապետական հակումների շնորհիվ պահպանում էր որպես միասնական երկիր։ Նույնը եղել է Իրաքի հետ։ Ուղղակի բրիտանացիների պրոտեկտորատ ձևավորվեց այստեղ, եւս Օսմանյան կայսրության մի մաս էր։ Նույնը եղավ Լիբիայում, որտեղ իտալական զորքը դա արեց։ Լրիվ այլ իրավիճակներ են։ Հիմա եթե համեմատում ենք Իրանի հետ, Իրանը ունի 3000 տարվա չընդհատված պետականություն։ Եվ ունեն շատ ամուր ինքնության զգացողություն Իրանի ժողովուրդը։ Եվ երբ հարձակվում են նման երկրի վրա, այդ ինքնությունը այն ցեմենտն է, որի շուրջ միավորվում է ժողովուրդը, եւ մի դիտարկում եւս, երբ դու սպանում ես մոտ 7000 կին երեխա, դու պատերազմը դարձնում ես ոչ թե իշխանության պատերազմը կամ ռեժիմի պատերազմը, դու դարձնում ես հայրենական պատերազմ։ Իրանում այսօր ընկալում այս պատերազմի հայրենական պատերազմի ընկալում է։ Սա այն ամենից մեծ սխալն էր, որը չհաշվարկվեցին Միացյալ Նահանգները եւ Իսրայելը, եւ որը բերեց միայն ռեժիմի ամրացմանը։ Այդ հայրենական պատերազմի գաղափարը շատ ուժեղ է։ Եվ ինչի համար են ընդհանրապես երկրներում քրիտիկական պահերին խոսում հենց դրա մասին։ Դու պայքարում ես ոչ թե կառավարության համար, դու կռվի մեջ ես մտնում ոչ թե կոնկրետ ռեժիմի համար, մեկը սիրում է այդ ռեժիմին, մեկը չի սիրում, բայց դու պատերազմի մեջ ես մտնում եւ պատրաստ ես քեզ զոհաբերել հայրենիքի համար։ Իսկ հայրենիքը շատ ավելի լայն կատեգորիա է, որը ունի մեծ էմոցիոնալ, այսպես գործոն։ Սա կատարվեց Իրանում։